Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք իսկապես մեր պատմության ամենաողբերգական եւ ամենաամոթալի օրերն ենք ապրում։ Հետևում էինք այսօր թե ինչ է տեղի ունենալու Բաքվի բանտում, այո, քիչ առաջ գրեցինք, որ Բաքվի դատարանում հրապարակվում էր Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ այլ հայերի դեմ շինծու գործերի դատավճիռը եւ որոշումը հրապարակեցին։ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման, Լևոն Մնացականյանը մեր հերոս գեներալը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման, Դավիթ Մանուկյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման, Արցախի նախկին արժանախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման։ Այս ապօրինի եւ այլանդակ շինծու ինչքան պիտի բան գործ լինի, որ անգամ իրենց պլաններում ցուցակում չկար Դավիթ Մանուկյանի անունը, բայց քանի որ ինքը այնքան բարոյական եւ պարկեշտ մարդ էր եւ մենակ չթողեց իր ընկերոջը Ռուբեն Վարդանյանի կողքը, սա ցույց է տալիս, որ ինչքան շինծու սարկած այս խաղաղության այո, որքան կեղծ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ՑՄԱ ազատազրկման, Բակո Սահակյանը մեր սիրելի թանկ նախագահները եւ մեծ հայեր, բառիզբուն իմաստով մեծ հայեր, Բակո Սահակյան եւ Արկադի Ղուկասյանը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման եւ այս ամենը երեկվա այդ այլանդակ ֆոնի խաղաղության մրցանակի ես կարծում եի, որ Նիկոլա հայ ժողովրդին գտալով միայն ասֆալտ է կերակրել այս 8 տարիների ընթացքում, ասֆալտով մոլորեցրել է, չնայած մենք հիմա ազգովի պիտի լցվենք այդ ավիրված ասֆալտների փոսերը լցնելով, բայց նաև շատ լավ, չգիտեմ դեսերտի տեղ թե հակառակը ինչի տեղ տենց կերակրեց այս խաղաղություն բառը, համենայն դեպս այդ խաղաղությամբ 21 թվականին մոլորեցրեց եւ բերեց եւս 3 պատերազմ եւ բերեց Արցախի վերջնական կործանում, 3 մրցանակ էր ստանում այս տականքը ազգակործան պատուհաս, այս թյուրիմացությունը, առնվազն 2 բնութագիր հարբեցող ծաղրածու, ինքը իրեն հարբեցող ծաղրածու համարողիձը հետ միասին էր ստանում, Ալիևն էր չի ասում հարբեցող ծաղրածու եւ ինչպես առաջին նախագահն էր ասել ազգակործան պատուհասը, որը շարունակում է կործանել եւ գինը այդ մրցանակի կործանված, ավիրված Արցախ 10,000, մեր հայրենակիցներ, այո, եւ Հայաստան, եւ տնավեր եղած գաղթի ճանապարհը բռնած Արցախահայություն, այսօր այսպես մոլորված, իրենց կորցրած, սովի մատնված, միայնակ թողնված, լքված Արցախահայություն եւ այո, հիմա արդեն դրա գինը Հայաստանի Հանրապետությունն էր, 3 բերանը բացած այս ողորմելի թշվառականը, վստահ եմ, որ Ալիևը գիտեր, որ ինչ է այսօր հրապարակվելու եւ դրա հաջորդ օրը։ Ինչ ասեմ, եթե այս ամեն ինչից հետո կա մի հայ, որ մարդ, որ իրեն մարդ է, եկեք Տիկին Դիլբարյան, չասենք, որ բան հայ, մարդ, եթե մեկ իրեն մարդ, ազգություն հեչ կար, եթե մեկ իրեն մարդ է համարում, եւ այսքան դժբախտություններից հետո կարող է ազգակործանին, որ գնացել էր նշելու այդ մրցանակ ստանալով, նշելու հայ ժողովրդի կործանման, հայ ժողովրդի մեծ տարածքների զիջման, ավիրման, թրքացման, պահպանելու համար ու այդ խաղաղության իբրև թե բան, ասեք, դուք պատկերացնում եք մի այլ երկիր, չգիտեմ, Ռուսաստանի նախագահ, ասենք իր տարածքից, մի ահռելի տարածք տար ուրիշի, հետո գնար կանգր, Զելենսկին չի գնում, Զելենսկին անգամ որ ձեմյա ծաղրածու 1.5 միլիոն զոհ, ճիշտ ասես, շատ ճիշտ նկատեցիք, Զելենսկին անգամ չի գնում դրան, որ ասում են ինքը Զելենսկու նման, գնացելա, տվելա, կործանելա, գնացելա մարդը մրցանակա ստանում, բանը պարգևավճար է ստանում։
Գրանտ աստանում, մրցանակ աստանում, շքանշան աստանում, ցմահ են դատապարտել Բակո Սահակյանին, ցմահ են դատապարտել Արկադի Ղուկասյանին, ցմահ են դատապարտել մերգի, մարդը գնացել է թուրքի հետ, կործանողի հետ, ավիրողի հետ, դատողի հետ, հա, դատողի, բանտում խոշտանգողի հետ, ցմահ տվողի հետ, մարդը մրցանակ աստանում, այո։ Ըստ էության, գիտեք, եթե վերլուծենք այդ իրադարձությունը, ընդ որում վերլուծենք նաև ոչ միայն դրենք որպես հայ մարդիկ, այլ որպես իսկապես մարդ եւ ամենակարևորը քաղաքացի, չէ, որը որևէ պետության քաղաքացի է եւ ունի այդ պետությունը պաշտպանելու առաքելություն եւ նպատակ։ Հիմա տեսեք, Ալիևը հասավ այն ամենին, ինչ նպատակ իր առջև դրել էր։ Բացարձակ ցինիզմ եւ լպիրշություն, կարծում նա հրաշալի գիտեր եւ կարծես հատուկ այնպես արեցին, որ այո, այդ քստմնելի մրցանակաբաշխության, փաստորեն մեր Արցախի եւ ընդհանրապես հայկական ցեղասպանության գինը, այդ պարգևը այդ մրցանակներ եւ այնտեղ հնչեց եւս մեկ նախադասություն, որ Նիկոլ Փաշինյանին պետք է միշտ հիշեցնել, երկու անգամ ընդգծում էր հակամարտությունը, ես այստեղ եմ, ավարտված է, այսինքն ինքը Ալիևին երդվում էր, որ վերջ այլևս դու կարող ես այդ հակամարտությունը ավարտված է նախադասությունը, փաստորեն բովանդակային ինչ էր նշանակում, որ ինչ ուզում ես արա մեր գերիների, մեր զավթված էթնիկ զտման ենթարկված Արցախում, ում ուզում ես բեր, կարևորը ես քեզ ասում, հակամարտությունը ավարտված է։ Եվ այդ սարսափելի, ինչ ասեմ, հտպիտների կարծես ինչ-որ միջոցառում լիներ, որի մեջ քաղաքականապես Ալիևը նորից ապացուցեց, որ միջազգային իրավունքի վրա ինքը բացարձակապես թքած ունի, եւ ամենասարսափելին այն է, որ եվրոպական շատ պետություններ եւս փաստորեն Եվրամիությունը լռում է։ Եվ միայն եզակի մարդկանց ենք մենք տեսնում, նշեմ, որ երեք Արցախի ներկայացուցչությունը Շվեյցարիայի այդ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ եկել էր խոսելու այն մասին, որ իրենց համար հակամարտությունը փակված չէ, այսինքն մենք ունենք մի Եվրոպայի փոքրիկ փշուր, որը շարունակում է հավատարիմ մնալ իրական եվրոպական արևմտյան եւ ժողովրդավարական արժեքներին, ի հակակշիռ այդ բարբարոս մարդասպան, ես չէի ասի դա արևելք, այլ թյուրքական մտայնության, բայց հիմա ուժի իշխանություն է եւ Ալիևը ստացավ առավելագույնը։ Նիկոլ Փաշինյանին տրված մրցանակը դա առ ոչինչ է։ Իսկ Ալիևը հերթական կարելի է ասել իր այդ ռազմավարի պուրակ էր, չէ՞, ստեղծել, հիմա այդ պուրակում ինքը կարող է դնել իր այդ մրցանակը իբրև խաղաղության եւ հատուկ մեզ էլի ու աշխարհին ցույց տվեց, որ ինքը ապօրինի ինչ ուզում եւ անում է։ Բայց ինչպես այսպես վերնագրի ընտրության ժամանակ էինք ասում, հիմա իրոք հասել է պահը, որ մենք պետք է այսպես պայքարի բոլոր միջոցներով ձայն բարձրացնենք եւ մեր պայքարի երաշխավորված արդյունքը լինելու է մեր գերիների վերադարձը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գիտեք, Ալիևի այդ ցինիզմի անսահման պաշարը եւ Նիկոլ Փաշինյանի ամեն ինչին ենթարկվելու այդ համաձայնողականությունը այլևս կասկածի ենթակա չեն։ Հիմա խնդիրն այն է, որ այն փոքր, այսպես ասենք, կղզյակները, որտեղ միջազգային իրավունքը եւ քրիստոնեական ու բարոյական արժեքները ունեն իրենց տեղը եւ դերը, մենք կարողանանք նրանց արթնացնել։ Ես դրանց հետքերը տեսնում եմ։ Եվ տեսեք, փետրվարի, կարծես 20-ից հետո, չէ, որ JD Vance-ը գալու է Հայաստան, դա եզակի հնարավորություն է, որը արդեն թույլ է տալու մեզ, եկեք այլևս հույս չդնենք, որ իշխանությունը այդ ձայնը չի բարձրացնի։ Նախընտրական տարի է, իրենք գործում են սոսկալի սխալներ եւ արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, դա արձանագրված փաստ է, բայց ամենակարևոր մենք չպետք է բաց թողնենք եզակի հնարավորությունը բարձրացնելու մեր քաղաքացիական ձայնը։ JD Vance-ը ներկայացնում է Միացյալ Նահանգների այն հատվածը, որը առաջնորդվում է քրիստոնեական բարոյականության սկզբունքներով։
եւ մենք պետք է ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանը, որ Հայաստանը համաձայն չէ իր որդիներին հանձնել ցմահ բան։ Իսկ դուք հասկանում եք, որ այդ ցմահը մահապատիժ է։ Եկեք անկեղծ լինենք, դա ցմահ բանտարկություն չէ։ Ինքը հնչում է այդպես։ Դա մահապատիժ է։ Ընդ որում ես անկեղծ եմ ասում, դա մահապատիժ է ոչ թե անհատներին տրված, այլ մահապատիժ է ամբողջ հայ ժողովրդին, հայ ազգին եւ մեր պետականությանը։ Բաքվի այսօր այդ դատավարություն կոչված կեղծապատիժ եւ ստոր գործողության ընթացքում կատարվեց ցեղասպանական հաջորդ քայլը։ Այս մահապատիժը մեզ ուղղակի ահազանգեր եւ ուղղակի ցույցում էր, որ դուք այս տարածաշրջանում չեք ապրելու։ Եթե դուք չեք ուզում Բաքվի բանտում կնքել ձեր նվաստացած մահկանացուն, իսկ մենք տեսնում ենք Բաքվի բանտից դուրս եկողները ինչ վիճակում են, ես սրտի մեծ ցավով եմ ասում, չէ, ասում էին լավ են Էուջեկչյանը, լավ է հիմա անընդհատ կինն է ահազանգում, որ այդ մարդը առողջական զարհուրելի խնդիրներ ունի, այսինքն մենք ում ենք խափում մեզ։ Եկեք դուրս գանք էլի այդ նողկալի շրջանակից։ Իհարկե։ Բաքվի բանտից չի կարող դուրս գալ հոգեպես եւ ֆիզիկապես առողջ որևէ հայ կամ ընդհանրապես որևէ քրիստոնյա բարոյական արժեքներ ունեցող մարդ չի կարող դուրս գալ։ Այն Թումանյանի հայտնի խոսքը Քարյակի, որ 1000 տարում հազիվ դարձավ մարդակերից մարդասպան, հիմա իրենք այդ գործընթացում են եւ նրանց մարդասպան լինելը ելի շարունակվելու է, չգիտեմ քանի դար։ Այս դատավճիռը ուղակի ցույցում էր, որ եկել է վերջին պահը։ Մենք պիտի պայքարենք, իսկապես ընձեռված է հրաշալի հնարավորություն։ Ես կարծում եմ այսօր ազգային ժողովի դիմաց եւս տեղի ունեցած ցույցը շատ կարեւոր էր, որովհետեւ մարդու իրավունքների գծով հանձնակատարները Եվրոպայից, աշխարհի բոլոր ծագերից եւ Միացյալ Նահանգներից եկող, իրենք պետք է հասկանան, որ կա երկրորդ Հայաստանը։ Շատերի աչքերը փակ են։ Այս իշխանությունը կարողացել է գնալ այնտեղ եւ իսկապես հիբրիդային պատերազմ ծավալել, կեղծ տեղեկություններ ցույց տալ, որ հայ ազգի համար այլևս չկան բանտարկյալներ, չկան ռազմագերիներ եւ իրենք խաղաղություն բերող են։ Եթե իրենք դրսին որոշ մասին կարողացել են այսպիսի կեղծ գաղափարներ շնչել, մենք էլ պետք է ցույց տանք իրականությունը։ Շատ ուրախ եմ նաև, որ Վարդևանյանը, փաստաբանը դրսում ներկայացրեց իրավիճակը եւ միջազգային ատյաններում այդ քրիստոնեական ազատության համար պայքարող էլի հնչեց այդ կարևորագույն խնդիրը, որ հայոց առաքելական սուրբ եկեղեցին ենթարկվում է անօրինական հալածանքների այսօրվա պետական իշխանության կողմից, որ մեր արքեպիսկոպոսները եւ անգամ քահանայից դասը դաժանագույն հետապնդումների մեջ են, այո, ըստ էության դա խոշտանգում է, դա այնպիսի հալածանք է, որը բերում է հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգման եւ առողջության խաթարման եւ դրան գումարվում է այն, որ Բաքվի բանտերում, այո, այսօր աշխարհը պիտի իմանա, որ ազգի ինքնորոշման միջազգայինորեն ճանաչված սկզբունքի համար պայքարող եւ այդ սկզբունքը իրացրած մարդիկ դատապարտվել են ըստ էության մահապատժի։ Այդ ցմահը Բաքվի բանտում դա մահապատիժ է։ Եկեք ոչ մեկի չխաբենք եւ հասկանանք, որ մենք պետք է դուրս գանք փողոց եւ աշխարհին բոլորս, այո, որ կա պայքարող հրեա ժողովուրդը ապացուցեց, որ ցույց տվեց, որ իրենք իրավունք ունեն եւ պետություն ունենալու եւ իրենց իրավունքները պաշտպանելու 100,000 մարդ դուրս էր եկել փողոց, այն դեպքում, երբ որ իրենց վարչապետը ուղղակի հողին էր հավասարեցնում ըստ իրենց թշնամի երկրում, հողին էր հավասարեցնում, ասեն կբերես միջև վերջին գերիները, եթե էնել են դեպքում, ոչ թե տարածք էր հանձնում այս տականք պիղ դավաճանի նման, եւ գնում էր դրա համար մրցանակ էր ստանում, որ հայկական Արցախը վերջնական կործանելուց հետո
Արցախը հայությանը ցեղասպանության համար կանգնեցնելուց հետո, Հայաստանի Հանրապետությունը տարածքները հանձնելուց հետո մի հատ էլ գնում է Թուրքի ձեր թուրքական մրցանակ ստանում։ Ադրա, իսկ այդ ժողովուրդը կանգ ու հասան նրա։ Հասան, ինչի հասան դրան, որտեղ այդ ժողովուրդը Բենյամին Նեթանյահուն հասկացավ։ Այո, եւ Թրամփը շնորհավորեց, ասեց միջև վերջին գերին բերել եմ։ Հիմա եթե կգա, ով Թրամփին դա բացատրեց։ Բենյամին Նեթանյահուն, որը ճնշվել է ժողովրդի կողմից։ Այո, եւ հիմա եթե մի արցախցի կլինի անտարբեր, մի հայաստանցի, չգիտեմ, այդ օրը չկա խնդիր։ Ու մենք հետևություն ենք անելու, որ ուժն է կազմակերպել, ովքեր են դուրս լինելու, ժողովուրդը այս պետականության ոչ։ Ուրեմն նրանք կունենան իրավունք հայկական պետականությունը առաջնորդելու այս նոր աշխարհակաղակական Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ասեք, չգիտեմ, Արման Թաթոյան, միասին շարժում բոլորին։ Մենք բոլորս պիտի հասկանանք, նախադեպերը առկա են։ Տեսեք, Բենյամին Նեթանյահուն ոչ մի մրցանակ չի ստացել։ Իր տարածքները հանձնելու համար, ոչ միայն տարածք չի հանձնել, այլև իրականացրել իսկապես այսպես էթնիկ զտման գործողություններ Գազայում, բայց դա արել է վախենալով ունից իր իսկ քաղաքացիներից, որոնք կարող էին մի երեկո լցվել փողոցներում եւ բիբիին, ինչպես իրենք են անվանում, պարտադրել իրենց օրակարգը, իսկ դա ամենաարդար օրակարգն էր։ Իմիջիայլոց նրանք չէին գնացել եւ չէին պահանջում, թեև շատ հասկանալի չէ, թոշակի ավելացում կամ եւ այլն, իրենք պահանջում էին իրենց քաղաքացիների ազատագրում։ Այն պետությունը, ով իր քաղաքացիների ազատագրման համար չի պայքարում, ինքը պետություն չէ, ինքը արդեն օտարին ենթարկված ինչ-որ ողորմելի գոյացություն է եւ այդպիսի պետություն երկրի վրա գոյություն չի կարող ունենալ։ Այո, նոր աշխարհակարգ է ձևավորվում, այդ աշխարհակարգում կարող են ապրել եւ ապրելու տեղ ունենալ միայն այն ազգերը եւ պետությունները, որոնք պայքարում են իրենց տարածքների համար, գիտեք, հիմա տարածքներ հանձնելու ժամանակը չի։ Հիմա տարածքները պահելու ժամանակն է։ Եվ հետո էլ գալու է դրանք ինչպես Իսրայելը կատարեց, դրանք ազատելու ժամանակը։ Իսկ տարածքի ազատումը դա քաղաքացիների ազատումն է։ Մենք ունենք իրական հնարավորություններ կանգնելու եւ այո, հենց այս նախընտրական տարում աշխարհին եւ հատկապես քաղաքացիական պայմանագրին ապացուցելու, որ ամեն հայ քաղաքացու, Հայաստանի քաղաքացու կյանքը մեզ համար թանկ է անսահման եւ նա չի կարող ենթարկվել որևէ սակարկությունների, չի կարող լինել խաղաղություն այն գնով, երբ Բաքվի բանտերում ըստ էության մահապատժի են դատապարտվել մեր հայրենակիցները, որոնք ոչ մի իրական ապօրինի գործողություն չեն կատարել։ Եվ մենք հասնելու ենք, որ Ալիևի այս հաղթարշավը, որը նաև մեր իշխանությունների այդպես թուլության կամ ենթարկվածության կամ նույն ծրագրով ուղղորդվելու պարագայում է կատարվում, շարունակվի։ Այդ ծրագիրը պիտի դադարեցվի։ Այստեղ է, որ տեսեք, Նիկոլ Փաշինյանը արդեն պարտվել է մի ոլորտում։ Դա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ նրա ծավալած այս արշավն է։ Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ ինքը պարտվել է եւ այս բոլոր, գիտեք, անձնական նեղսրտությունից, այսինքն մարդու, ինչպես Միքայել Սրբազանն է, որը ունի առողջական այդպիսի ծանր խնդիրներ, նրա հանդեպ նման անմարդկային վերաբերմունք ցուցաբերելը հենց իրենց պարտությունը հասկանալուց է։ Գնդերեցներից տեսեք ընդամենը 3-ն են, 42-ից 3-ն են, որ համաձայնել են անցնել այդ ճակերտավոր բարենորոգման օրակարգի կողմը, իրականում այդ չարեփոխման օրակարգի կողմը, իրեն ոչինչ չի հաջողում անել, նույնը տիրադավների քանակը բոլորովին չի ավելանում, իսկ հայ քաղաքացիները դրսևորում են առավել ուժգին, ես ձեզ ասեմ, ամեն անգամ սովորական օր առավել եւս Կիրակի գնալով եկեղեցի եւ անգամ եկեղեցու բակում մեկ պտույտ կատարելուց հետո հասկանում ես, որ ահել ու ջահել կանգնած են հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ այդ եկեղեցին անհնար է տանջատել վեհափառից
եւ վեհափառի առաջնորդությամբ դեպի աստվածային ծառայություն գնացող եպիսկոպոսած եւ քահանայից դասից, այսինքն այն ամենը իբրև թե այս իշխանությունը չի պայքարում եկեղեցու դեմ, անձերի դեմ է պայքարում, ժողովուրդը հրաշալի հասկացել է եւ հիմա այս պարտությունը, որ ինքը գրեց եկեղեցու դեմ պայքարում, պետք է ավելանա այն պարտությունը, որ ինքը կրելու է ըստ էության մեր քաղաքացիներին չպաշտպանելով։ Մենք պետք է ցույց տանք, որ այն քաղաքական ուժը, որը գերիների հանդեպ դրսևորում է պասիվ հայեցողական եւ ոչ միայն պասիվ հայեցողական, այլ այսպես խրախուսող, ըստ էության, եթե Նիկոլ Փաշինյանը չգնար ստանալու այդ եղկելի մրցանակը, դա արդեն Ալիևին հասկանում եք, ապտակ էր լինելու, միջազգային ապտակ։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ ես չեմ կարող գնալ այդ մրցանակը ստանալ, որովհետև իմ ժողովուրդը եւ ես չեմ մոռացել, որ ունի հայրենակիցներ Բաքվի բանտում տանջվող։ Ինչ է 4 հոգու բերեցին, կարծում են դրանով ավարտվեց տառապանքը։ Այդ Էրդողանն է բերել ահաբեկիչներին տանելու դիմաց։ Մենք գիտենք այն ինչի դիմաց խոսել է, Էրդողանն է բայց ուզում եմ իր ահաբեկիչներին են ուզում այսքան բան։ Իսկ Ալիևը չէր կարող անել։ Իրական պետության եւ քաղաքացիական պայմանագիր է կոչվում իր կուսակցությունը։ Ինքը արդեն պարզ էր ինչ քաղաքացիական։ Այսօր ինչ են հայլուրով տալու, երեք որպես մեծագույն հաղթանակ, չեմ էլ հետևում ընդհանրապես ներկայացվեց այդ մրցանակը խաղաղության։ Ոնց որ Դավիթ Ներսահակյան շատ ճիշտ ասել, հայկական Արցախը ոչնչացնելու համար մրցանակ ստացող թուրքեր։ Եվ դա իսկապես ինչպես կարող էր Հայաստանի Հանրապետության վարչապետը գնալ, ինքը կարող էր միջազգային ապտակ հասցնել 10,000 զոհ տաս, ցեմա դատապարտեն քո հերոսներին ու նախագահներին։ Մենք հիմա չենք հասկանում, թե ինչ Գորիսկապան ճանապարհը ըստ էության թշնամուն հանձնողը այնքան Սյունիքի բոլոր դիրքերը թշնամուն հանձնողը, Տավուշի դիրքերն ու տարածքները թշնամուն հանձնողը, հայ զինվորը պետք է Ջերմուկի դիրքերը թշնամուն հանձնողը, տարածքները հանձնողը։ Այսինքն խնդիրը միայն Արցախը չէ, դա Հայաստանն է։ Եվ գնալ, դարձյալ եզակի հնարավորություններ, անգամ նախընտրական շրջանում, տեսեք, ինքը չկարողացավ եւ չուզեց, վախեցավ դա անել։ Թող թեկուզ նստեր, ասեր չեմ կարող գնալ։ Ինչ է, գուցե դրանից հետո Ալիևը ստիպված լիներ, այո, ինչ որ մեկի միջնորդությամբ էլի ինչ որ գերիների բաց թողնելու կամ ինչ որ քայլ կատարեին այսպիսի զարհուրելի դատավճիռներ իրականացնելուց առաջ։ Գիտեք, այս աշխարհը միայն ուժ է սիրում։ Այդ նողկալի ժպիտները, չգիտեմ, անհեթեթ, դրանք բոլորը կեղծ են, մրցանակները կեղծ են, դու պետք է ուժ եւ դիմադրություն ցույց տաս։ Եվ Զելենսկի օրինակներ դրա համար բերեցի։ Դուք տեսեք, ինքը չի գնում, չէ՞, ստանալու խաղաղության մրցանակ։ Բայց չի տալիս, առայժմ չի տալիս։ Բերել ինչպես։ Միանգամից վազելով կտային տասնյակ հազարավոր այդպիսի անարժեք, անհեթեթ մրցանակ։ Տիկին Դիլբարյան, տեսեք, ասում են, որ այսպիսի տեսակետեր կա, որ Արցախը կամ այս տարածքներս ամեն ինչը տալու համար տվել են իրեն 5 միլիարդով է ծախել, 10 միլիարդով։ Ինչ է կարծում, ավելի ազնիվ չէր լինի, ինչ որ մի պահի, եթե այդպես է։ Կանգներ ասել, այսքան միլիարդ վերցրել եմ, իսում է ավելի բան կընկալել է ժողովուրդը, ոչ թե շարունակել ծախել Հայաստան, այո։ Արդեն գիտեք, մարդկային գործոն չէ, դա դու վերածվես ինչ որ մաթեմատիկական ֆունկցիայի, որը չի կարող երբեք փոխել, եթե fx իր ուղղությունը, եթե fx-ը հայտնի է։ Հա, Էրդողանն ու Ալիևը հայտնի են, ու վերջ, այլևս ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ինքը չունի ինքնուրույն օրակարգ։ Եկեղեցու դեմ պայքարն էլ իր օրակարգը չէր, որովհետև գիտեք, երբ 18 թվականին իրենք եկան եւ այդպես զորեղ էին, քաղաքացիները դեռ իրենց այդպես հավատում էին, հիշում եք, չէ՞, նոր եկեղեցի, նոր, չգիտեմ, առաջնորդ կարգախոսը տապալվեց, որովհետև իրենք չունեին այդ կարգախոսը, բայց հետո ինչպես մշակեցին հայտնի այդպես ուղղություններում, ի վերջո կան, չէ՞, նաև բրիտանական այդ հետազոտական վերլուծական կոչվող այո ընկերն է։ Chatham House-ի հետազոտության մեջ գրված է, գունավոր հեղափոխությունների բոլոր տեսություններում գրված է, որ ազգային եկեղեցիները, տեսեք, իրենք պետք է ոչնչացվեն։ Եկեղեցին պետք է դառնա քաղաքական իշխանության կամակատարը։ Այսինքն դա էլ իր օրակարգը չէ։ Այսինքն ԿՊ-ն չունի օրակարգ։ Դրանք բոլորը դրսից թելադրված օրակարգեր են։ Եվ եկեղեցու դեմ օրակարգում ինքը պարտվում է։ Հիմա մենք պետք է ցույց տանք, որ մեր գերիների, դա վերաբերում է եւ Արցախի մեր այսպես առաջնորդների, եւ մեր այնտեղ պատանդարված ամենապարզ քաղաքացու իրավունքների, շահերի պաշտպանությունը դառնալու է մեր առաջնահերթ խնդիրը։
Գիտեք, կարևոր այդ ընտրությունները չեն, այլ ընտրություններից առաջ մեր դիրքորոշումը եւ պայքարը։ Եվ այդ դեպքում, եթե մենք բոլորս հեղեղենք փողոցները եւ դուրս գանք եւ JD Vance-ը եւ ամբողջ աշխարհը, միջազգային բոլոր լրատվականները, եւ ես համոզված եմ, որ մենք ունենք քաղաքական ուժեր, որոնք հիմա փորձում են ստեղծել, չգիտեմ, ինչ որ միավորումներ, իսկ առանց միավորման անհնար է որևէ տեղ գնալ։ Բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները, այդ ֆոկուս խմբերի հետ հանդիպումները ապացուցում են, որ ժողովուրդը կների ամեն ինչ, եթե մարդիկ միավորվեն իսկապես Հայաստանը պաշտպանելու գաղափարի շուրջ, որը եւ սոցիալական է եւ բարոյահոգեբանական։ Եվ ես համոզված եմ, որ այդ խոշոր ներկայացուցիչները, որոնք արդեն ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել, այս հարցը պիտի պահեն իրենց օրակարգում։ Եվ Գագիկ Ծառուկյանը, եւ Սամվել Կարապետյանը, եւ երկու նախագահները միասին շարժումը միշտ դան, մնացած բոլոր, այստեղ կարևոր էլ չէ, ուժը մեծ է, փոքր է, մենք բոլորս պետք է համախմբվենք եւ գերիները վերադառնալու են այս դեպքում։ Եվ հետո ամբողջ աշխարհը իրենց հիշեցնելու է, եւ որ ասում են, չէ, հայկական Նյուրնբերգ, բայց ես հավատում եմ դրան, որ այդ դատը կայանալու է եւ Ալիևը ինքը դատվելու է։ Եթե մենք բոլորս հավաքվենք, հեղեղենք փողոցները եւ ցույց տանք, որ մենք իսկապես պետություն ունենալու 21-րդ դարում նոր աշխարհակարգում պետություն ունենալու իրավունք ունեցող ժողովուրդ ենք։ Իդեպ դիմել է նաեւ Մադադ Բաբայանը, էլի Բաքվի բանտում դատապարտվել է 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարի, ԵՄ խորհրդի իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլարթերը չպատասխանեց Արցախում պահվող պատանդների եւ ՀՀ-ում ձեր ասած խոսքի շարունակ քաղաքապետարների մասին հարցերին չպատասխանեցին, ձեռքի տված քաղաքակիրթ աշխարհի հետ Ալիևը բնաջնջում է Նիկոլի հետ միասին հայկականությունը նա չպատասխանեց, որովհետեւ հավաքված մարդիկ քիչ էին։ Այս պարագայում ընկերներ քանակը ստեղծում է որակ։ Մենք պետք է օրինակ վերցնենք շրջապատող ժողովուրդներից աշխարհի։ Կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը քիչ առաջ է հնչեցրել։ Ռուբեն Վարդանյանի կնոջ Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է Ռուբեն Վարդանյանը հրապարակել, այո, Ալբերտ Կամյուի ընդվզող մարդ հեսեից հետևյալ միտքը ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա, պետք է ոչինչ չխնայել հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք, այս մասին ասել է Ռուբեն Վարդանյանը, որը դարձավ, գիտեք, մեր այս ազգային կործանման գլխավոր առանցքային դերակատարը եւ իմաստնացավ ու բյուրեղացավ այդ ցավի ու տառապանքի միջոցով մեզ իսկապես ցույց է տալիս միակ գործուն ճանապարհը։ Վերածնունդը այլ ընտրանք չունի։ Տեսեք, մեզ վախեցնում են, չգիտեմ, ռևանշ եւ այլ տիպի բառերով Ադրբեջանը անդադ խոսում է։ Իրականում նրանք ռևանշի մասին չէ խոսքը, չի կարելի արժե զրկել այդ հասկացություն, վերածննդի մասին է խոսքը։ Ալիևը ամեն ինչ անում է, ընդ որում ցավալիորեն քաղաքացիական պայմանագրի միջոցով։ Ես նաեւ ընդգծում եմ, գիտեք, խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։ Քաղաքացիական պայմանագրում քանի մարդ կա, չէ։ Գիտեք, իշխող կուսակցությունները միշտ ուրջանում են, մարդիկ այնտեղ գնում են, դե բնական է իշխանությունը սիրում են, բայց ես ուզում, որտեղ իշխանությունը թվում է թե ուժեղ է, բայց ես ուզում եմ դիմել հենց քաղաքացիական պայմանագրի այդ շարքային կամ ոչ շարքային անդամներին, դուք մտածեք որտեղ եք ապրելու, ինչպես եք ապրելու, ձեր ծրագիրը, ամբողջ այն սկզբունքները, որով եկաք, քայլում եք, գնում եք Գյումրի, խոսում եք, մտածեք դրա մասին, չէ որ իրենք ախր բոլորը չեն, չէ որ ֆունկցիա են, եկեք իրենք պետք է ոտքի կանգնեն։ Դուք ինքներդ, եթե դուք մարդ եք, որոնք ապրում են քրիստոնեական բարձրագույն արժեքներով կամ համաքրիստոնեական արժեքներով, ժողովրդավարությամբ, դուք պետք է հետո կործանված Արցախից, այդ պատերազմից, այդ զոհերից, եթե այդ ամեն ինչից հետո մարդը մնացել է Նիկոլի կողքը, դուք կարծում եք դեռ կարելի է այդ մարդուն ինչ-որ բան ասել։
Մենք պարտավոր ենք այդ մարդուն ասել։ Ինքը կլսի թե չի լսի, դա արդեն իր դատավը։ Գիտեք, ամեն մարդ ինքը իրենց դատավճիռը չեն կայացրել, իրենք իրենց դատավճիռը, որ անգամ 21 թվականից հետո էլ մնացել է Նիկոլի կողքը։ Կա անառակ որդու վերադարձ հանրահայտ, այսպես պատումը մեր Աստվածաշնչից Մատթեոսի ավետարանում եւս գեղեցիկ ամրագրված, կա եզակի հնարավորություն, մինչև գիտեք, այս պահը արդեն բեկումնային է։ Իսկ սրանից հետո, երբ իրավիճակը փոխվի, իրենք գան զղջան, դա արդեն զղջում չի լինի։ Եվ այն ժամանակ արդեն վերադարձ չի լինի։ Ինչ է չէ նշանակում անառակ, այսինքն առակ, պատգամ ու խորհուրդ չունեցող։ Եթե ինչ որ մարդիկ դեռևս շարունակում են մոլորված լինել, ապա սա բեկումնային պահ է։ Սրանից հետո այլևս ոչ ոք, եթե հիմա որևէ քայլ չի անում, ընդվզելու այս ուղեգծի դեմ, ուրեմն ինքը այլևս կա չէ, որ ասում են անվերադարձելիության կետ։ Հիմա ես կարծում ենք հիմա ենք մոտեցել այդ անվերադարձելիության կետին եւ ունենք հնարավորություն։ Դուք խոսեցիք, որ ձեր խոսքում նշեցիք, որ պետք է մենք միասին գնանք, ինչպես եք պատկերացնում, արդեն այսպես մի քանի ամսից ընտրություններ են եւ ինչ ունենք։ Ցավոք սրտի, եթե անցնենք քաղաքական դաշտին, առայժմ խմորումները շատ մեծ են եւ միավորվելու ինչ հրամայականներով պիտի առաջնորդվեն ուժերը, բայց ես կարծում եմ կա իրավիճակի գնահատում շատ քաղաքական ուժերի եւ նաեւ փորձագիտական ուժերի կողմից, որը ցույց է տալիս, որ ճիշտ դասավորման պարագայում հաղթանակը լինելու է ոչ թե ինչ որ առանձին ուժինը, այլ հաղթանակը լինելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև սա լինելու է իսկապես գոյաբանական ընտրություն Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, նոր այս վերաձևվող աշխարհում ունենալու հրամայականով։ Ես կարծում եմ առանձնանում են մի քանի այսպես ուղղություններ եւ որքան էլ ճիշտ է կարող է ասել, որ մենք մասնատված ենք գնում, բայց դեռևս կա իրապես միավորվելու հնարավորություն։ Նախ տեսեք, ամենակարևորը գնահատենք այն ինչին անդրադարձանք, այս Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարող իշխանությունը արդեն որոշակի պարտություններ է արձանագրում։ Լայն ընտրազանգվածի եւ այսպես միջին քաղաքացու համար դա ցուցիչ է։ Երբ կա մի հայտնի խոսք, ասում է եզնկնում է, չէ, երբ դանակավորները շատանում են։ Մենք հիմա չենք կարող ասել, որ այդպես անկման գործընթացը ավարտուն է, բայց անպարտելիության այդ որ Նիկոլ Փաշինյանը ինչ իրականացնում է ներքին քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականությունը լրիվ ուրիշ է, այնտեղ ընդհանրապես պարտվողականության շարք է, բայց գիտեք սովորական քաղաքացին հաճախ չունի ժամանակ եւ չունի հնարավորություն։ Խեղճ կենսաթոշակառուն, գիտեք, որ լումաներն է հաշվում եւ հազիվ է գոյատևում, ինքը արտաքին քաղաքական խնդիրների մեջ խորանում։ Ինչի որոշեց այսպեսի ապտակ հանձնել։ Գիտեք, ես կարծում եմ այլևս էլ պետք չեն թոշակառուները։ Նախ որովհետեւ այլևս երևի 500,000 ընտրողի մասին է խոսքը։ Իհարկե, դա զորեղթիվ է, որ դա ժամանակին իր թիվն էր։ Այո, ժամանակին ինքը կենսաթոշակառուների այսպես սիրելին էր, որովհետեւ խոստացել էր ինչ անել, թալանը վերադարձնել, բայց ինքը խոստացել էր, տեսեք, թալանը վերադարձնել կարգախոսը շատ նենք կարգախոս է, որովհետեւ դա հիմա էլ բոլորը խոստացել են Նիկոլի թալանը վերադարձնել։ Իհարկե, որովհետեւ պարզվեց, որ ինքը ինչ որ բաներ վերադարձնում է, բայց վերադարձնում է ոչ թե ժողովրդին եւ կենսաթոշակառուներին, այլ վերաբաշխում է, այսինքն վերադարձնում է իրեն, իր թիմակիցներին, այդ պարգևավճարները, չէ, 7 միլիարդ էլ պարտք ավելացնում է եւ իրենք այնտեղ միլիարդերներ։ Եվ ստացվում է, որ տարբեր տեղից բերված այդ թալանը ասեմ թե դրամագլուխ, ինքը վերադարձնում է իրեն։ Այն նենգությունը այդտեղ է, դու ասում ես կվերադարձնեմ, բայց վերադարձնում ես քո թիմին։ Դա նշանակում է, որ ինքը տեխնոլոգներին այլևս չի լսում եւ ես կարծում եմ, որ իրենք արդեն հասկանում են, որ սա վերջին պահն է իրենց իշխանության։ Տեսեք, ինչ է տեղի ունենում նաև այդ Ռասիա, չէ, կինոթատրոնի տոնավաճառի պարագայում։ Երբ շատ ճիշտ կարգախոս են ընտրել, ես համոզված եմ, որ քաղաքական անվտանգային խնդիրների հետ մեկտեղ սոցիալականը ամենակարևոր հարցն է, որովհետև եթե մարդը պիտի ազատվեն ընդհանրապես
հարկերից։ Ամենածանր վիճակում, գիտեք, խոշոր բիզնեսը միշտ էլ իր հարցերը կլուծի։ Պետությունը չէ, որ պետք է անհանգստանա խոշոր կամ անգամ միջին բիզնեսի համար։ Պետությունը մեծ նշանակություն ունի ում համար՝ երեխաների, անչափահասների, կենսաթոշակառուների եւ փոքր բիզնեսի։ Եթե փոքրը եթե սկսի կայանալ, նախ փոքրը արդեն իր ընտանիքը, այն մյուսը, այո, եթե դա շփոթական ռեակցիա է, եւ պետությունը կամրանա։ Եվ այն բոլոր կարգախոսները, որ մենք լսում ենք տարբեր քաղաքական այսպես խոշորացող խմբավորների, որ թոշակները կկրկնապատկեն, որ կա հնարավորություն ոչ թե հասկանում եք մարդկանց խաբելու, որ հետ վերադարձով ես ձեզ 10,000 դրամ եմ տալիս, կամ չգիտեմ, առայժմ չգործող սարսափելի այդ առողջապահության իրենց ներդրված համակարգը, մենք 3 տեղեկացանք, որ այն մարդկանցից, ովքեր ունեն եւ ինչ որ պետական աշխատանք եւ մասնավոր այսպես ձեռներեցությամբ են զբաղվում, իրենցից 2 անգամ պահվել են գումարներ ապահովագրական։ Դա սարսափելի բան է։ Եվ կառավարության ներկայացուցիչը ազգային ժողովում ասում է, դե մենք կվերադարձնենք, դա համակարգն է, նրանք ընդունեցին, որ մարդկանց կրկնակի հարկել են 2 տեղից, քանի որ համակարգում ինքը գրանցված է 2 տեղ, չէ, որպես անհատ ձեռներից կամ չգիտեմ, ՍՊ ունեցող անձնավորություն եւ որևէ հիմնարկում աշխատող մարդ, նրա աշխատավարձից 2 անգամ պահվել է։ Ում համար են պահել այդ գումարը։ Ինչ են անելու։ Ընդ որում չես հասկանում, հա, ծառայություններ են իրենք դեռ մատուցում։ Շատ ծառայություններ կան, որ անգամ դրանց համար չի վճարել։ Օրինակ գենետիկայի կենտրոնում այդ Երևանյան հիվանդության ախտորոշման գենետիկ հետազոտությունը, որը մոտ 40,000 է, դադարեցրել ենք, չի վճարում կառավարությունը, դրա համար ուղեգիր ունեցող անչափահասներին ասել են գնացեք մի ամիս սպասեք։ Մենք չենք կարող հիմա այդ անալիզը անվճար կատարել, այդ հետազոտությունը, որովհետև պետությունը չի վճարում։ Դա ուղղակի փաստ է։ Մարդկանց կրկնակի հարկում են, հետո էլ ասում են մենք կվերադարձնենք։ Ընդ որում կառավարության ներկայացուցիչը ազգային ժողովում այդպես էլ չասաց, թե երբ այդ փողը ետ կվերադարձնեն։ Կամ հիմա վերցրել ես, կարող է 6 ամիս հետո ես վերադարձնում։ Այսինքն այդ իրենց ընդհանուր, չգիտեմ, առողջապահական ապահովագրության համակարգը շատ վատ է ներդրվում եւ նա ի սկզբանե կարծես ձախողված էր։ Շատ դեպքերում օրինակին պարագայում էլ, գիտեք, ինքը չի ակտիվանում։ Իմ հիմնարկը վճարել է, բայց իմ այդ կոդը չի ակտիվանում եւ ոչ միայն իմ, հազարավոր մարդկանց կոդը չի ակտիվանում։ Պետք է գնալ չես հասկանում, եսի ինչեր եմ անում, ռեֆորմներ նախարարը ամեն ինչով երևի զբաղվում է, ասում են թոշակառուներ, մենք հացի փող չունենք ձեզ տալու, գնացեք սովի է մատնում, բայց ասում են որ գաք հասնեք հիվանդանոց դեղի փող կտանք։ Որ դուք ապահովագրության այդ պահը գաք, ասենք ձեր մահանալու պահը որ գա, ձեզ դեղի փող բան կտանք։ Պետք է հետո ես չեմ հասկանում, 1-2-ին ինչ են, դուք նախ հասեք այն վիճակին, հիվանդությունը պետք է կանխարգելել, ոչ թե մարդուն հանգիստ նախապատրաստել կներեք։ Չէ, նախ եւ առաջ մարդուն պետք է հացի փող տալ, չէ։ Իհարկե, որովհետեւ հաց չունես, դու արդեն հիվանդացել ես, դա ինչ բան է։ Ու չի գործում այդ համակարգը։ Ինչ համակարգ ներդրեցին, բոլորը ձախողվեց։ Դուք հասկացում եք, որ սա էլ է ձախողվելու։ Ես ուզում եմ թվարկել, TikTok-եր առողջապահության նախարարը խայտարակություն։ Երեք էլ արդարադատության նախարարը լսեցիք ինչ ասեց, ասում է, բա կարող է, գիտեք, մենք դե եկեք մենք մի դրամ ստանանք, էս է նախարարն արդարադատության նախարարը, որ ասում է, չգիտեմ քանի միլիոն է, դե 200 քանի հազար դոլարն ինչ է։ Հա, բա թոշակ տանք, ասում է։ Բա կարող է, գիտես, բոլորին Իվան թոշակ տանք։ Տեսեք, ինչպիսի նախընտրական կոպիտ սխալներ է գործում այդ թիմը։ Դե դրա համար ընդդիմությունը պիտի ճիշտ աշխատի։ Ընդ որում սա ամեն օր իրենց դեմ հանում են քաղաքացիներին։ Տիկին Դիլբարյան, ես ամեն օր կրկնում եմ, սա դեմագոգիա չի, չէ՞, ասենք, նույն երկրորդ նախագահի ժամանակ մարդը եղել է իշխանության շատ կոնկրետ 5 անգամ թոշակը բարձրացել է։ Հիմա ռեալ է, որ այս մարդը գործանող է։ Ռեալ է, որ 1 միլիարդի բարեգործություն արած Սամվել Կարապետյանը ահռելի ներդրում արած 380 միլիոն միայն ներդրել է հեծի մեջ, որ այս մարդը գա կրկնապատկի եռապատկի թոշակը։ Ռեալ է թե ոչ։ Ռեալ է 10-20-30 հազար աշխատատեղ ստեղծած Գագիկ Ծառուկյանը։ Ռեալ է, որ գա եւ կարողանա բարձրացնել։ Ռեալ է, չէ՞, այդ ամեն ինչը։ Այո, մարդկանց կենսագրությանը եւ այո, գալիս է այն պահը, որ այդ բոլոր խապկանքները, իրենց բոլոր այդ, չգիտեմ, քարոզչական ստերը պարզապես իջիկ են դառնում։ Մի առողջապահության ապահովագրության համակարգ չկարողացան ներդնել։
Ընդ որում հրաշալի իմանալու, որ պատրաստ չեն։ Իդեպ ես ասեմ։ Բա ինչի համար արեցին դա։ Էլի գումարներ հափշտակելու տանելու։ Երևի մտածում էր, որ ինչ որ տեղից կհավաքեն։ Ինքը մտածել է վիճակի չի ողոր խորհուրդ է տալիս դրանք են, երևի ինչ որ միլիոններ են։ Այլևս ոչ մի խորհուրդների չի ենթարկվում, սրանք բոլորը գիտեք քիչ թե շատ ողջամիտ որևէ փորձագետ չէր ասի դա։ Տնտեսական եւ կամ ֆինանսական չէր կարող նման խորհուրդ տալ։ Պետք է ասվեր, որ չեն կանում դա։ Տիկին Դիլբարյան, ով իր հետ ինչ որ փուլում փորձել ինչ որ բան ասել, աշխատել, չէ, ասում են 5 րոպե, 10 րոպեից հետո ինքը ոչ մի բան չի գալու։ Դա իմ ասում, հետո դուրս է եկել այնտեղ։ Չէ, ասում չի գալու այդ մարդը։ Ինքան անկեղծ ասաց, ես թվերի հետ ինչպես ասա, ես թվերի հետ լավ չեմ, չգիտեմ ինչ եւ այլն։ Այդ չի բանել ասա։ Հա, ազգային ժողովում ասաց, որ ինքը թվերի հետ այդքան էլ լավ չէ։ Դե դրա համար այդ առողջապահության նախարարը ամեն դեպքում հավուր պատշաճի ասենք, որ սկզբում անընդհատ պնդում էր, որ իրենք դեռ պատրաստ չեն, բայց հենց այս նախընտրական շրջանում ջարդեցին մարդկանց։ Տիկին Դիլբարյան, բայց ինքը այդքան հիմար է, որ այսպես թոշակառուներից հրաժարվել է, թե այնքան հույս ունի, որ թուրքական աջակցություն ընտրություններին արևմուտքի աջակցությունը։ Գիտեք, սրանք այսպես սպոնտան, ներքին զգայական կառավարելիությունը կորցրած ուժի կամ իրողության քայլեր են։ Իրենք մտածում են, ես համոզված եմ, որ շատերը մտածում են, որ սա վերջին պահն է։ Օրինակ հենց հիմա ինչու են որոշել այդ Ռասիա կինոթատրոնի մարդկանց դուրս անել։ Չէ՞ որ դա հենց դա իսկապես այն փոքր բիզնեսն է, որ այդ մարդիկ իրականում հազիվ ընտանիք են պահում։ Դուք համոզված եք, չէ՞ որ այնտեղ տաղավար ունեցող մարդը չի կարող, չգիտեմ, այս մարդը կոնկրետ եկել են խեղճ ու կրակներ, չէ՞, հիշում օրական 1-2 բան են աշխատողների, տեսեք, հարկային ինչ տերոր էին ենթարկում, ինչ վիճակի մեջ էին այդ մարդիկ։ Նախընտրական տարում դու այդ մարդկանց ասում ես գնացեք, չգիտեմ, մի քան եւ այնտեղ բացում են ինչ էր գրված էր ինչ որ զվարճանքի կենտրոն, կներեք Ժանտախտի ժամանակից զվարճանքի կենտրոն։ Դե տեսակ դիկին եւ այլն։ Ես հասկանում եմ, դու կարող ես գնալ այնտեղ լիցքաթափվել ապարել, առողջապահության նախարարը երևի, եթե գիտեք հոգեբանական վերլուծության ենթարկի, երևի վշտից էր ինքը ապարել։ Բայց ինձ խորհուրդ տվեցին, ասեն մասնագետներից մեկն էր զանգահարել, ասում է սովորաբար հոգեկան խնդիրներ ունեցողներին բժիշկները նաև խորհուրդ են տալիս գնալ ինչ որ բաների հարվածներ։ Իհարկե, հարվածային գործիքները եւ գժերին ասում են գնացեք հարվածեք եւ ազատագրվեք։ Հիմա չի բացառվում ինչ որ մարդկանց, ես անուններ չեմ տալիս, չի բացառվում ինչ որ մարդկանց, որ հոգեկան շեղումներ ունեն, ասում են գնացեք խփեք։ Ինչ որ բաներ հարվածեք։ Իհարկե ներկայիս Հայաստանում իսկապես ես մասնագետ ասեց դու դրա մասին խոսի, սա լուրջ հարց է, խորհուրդ են տվել։ Հոգեկան շեղում չունենալը շատ բարձ գործընթաց է։ Բայց եթե հոգեկան շեղում ունեցող մարդը հայտնվում է Դիկին Դիլբարյան, դա սուբլիմացիայի դասական ձև էր։ Ես համոզված եմ, որ Անահիտ Ավանեսյանը այն եզակի պահերին, երբ մենակ իր հետ է մնում, ինքը հասկանում է, թե իր համակարգում ինչպիսի սոսկալի խնդիրներ կան եւ այդ խնդիրների արդեն անլուծելի դարձող հիմնական այսպես շահառուներից մեկը, մեղավոր բառն էլ չօգտագործեմ, ինքն է։ Եվ երբ ինքը այդպես ինքնամոռաց ապարում էր կատարելով այդ շատ սպոնտան շարժումներ, էլի, ես հիշում եմ կարծես ձևակերպեց, որ լավ չեմ երգում դրա համար ապարում էի, բայց այդ ապարն էլ մասնագիտական չէր, ինչպես դուք ասում եք, ինքը գնացել էր լիցքաթափվելու, ինքը իրենից հեռացնելու այդ սարսափելի մտքերը։ Եվ նույնը հիմա շատ падգամավորներ կամ մյուս մարդիկ ովքեր գնա։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանն էլ պատահական չէ, որ հարվածային գործիքներով։ Ընդ որում այնքան անկեղծ ասաց, գիտեք, եկեք գնահատենք այդ պահներ, ասաց, որ վատ նվագեմ, չգիտեմ, ինձ վրա կոշիկ չնետեք եւ այլն։ Այսինքն ինքը հասկանում էր, որ որպես, չգիտեմ, հարվածային գործիքների մասնագետ էր ինքը։ Դե եթե մասնագետն ասել է գնա, ինչ անի Տիկին Դիլբարյան։ Դե գնացել էին լիցքաթափվելու, դա սուբլիմացիոն միջոցառում էր։ Բայց այդ սուբլիմացիոն պետք է ճշտել, հիմա գուցե իսկապես մասնագետը ասել է գնա խփի։ Եվ լիցքաթափվեք այդ սեփական այդ տագնապներից, ներքին այդ պանիկ կոչված խոճապային հարձակումներից, որովհետև իսկապես այո բժշկագիտության մեջ դա դեռ ֆրոյդիզմի մեջ կա, էլի այդ դեկապսուլյացիայի դու ենթարկվում ես միայն այդպես, երբ բուրըն հարվածում ես, խփում ես կամ խելահեղ ապարում ես այդ խելահեղ զգացմունքների, չգիտեմ, ինչերի մեջ կարող ես մոռանալ, բայց դա էլ շատ ժամանակավոր է, հասկանում եք, մեկ այդպիսի համերգից հետո միևնույն է դու գալիս բախվում ես այդ իրականությանը։
որ արժևում այդ ընտրությունն է եւ իսկապես հիմա անդիմությունը ունի ռեալ հնարավորություն ապացուցելու կենսաթոշակառուներին, փոքր բիզնեսի հիմնական շահառուն նաեւ մեր մինչեւ այդ 45 տարեկան մարդիկ են։ 30-ից 45 տարեկան, եթե ոչ 25-ից։ Այսինքն մանր առևտրով զբաղվողներ, Վարսավիրանոց, գեղեցկության սրահներ, մատնահարդարում, այո, բոլորը կազատվեն հարկից։ Հա, նրանք շնչելու հնարավորություն կունենան։ Եվ պետք չէ ասել, որ դա անհնար է։ Դրա գումարները կան։ Իդեպ եւ մեր ձևով շարժումը եւ ենթադրենք ես կարծում եւ Գագիկ Ծառուկյանը եւ մյուս նախագահների թիմերում կան տնտեսագետներ, որ ռեալ հիմնավորեն թե ինչ աղբյուրներից է դա արվել։ Դա քարոզչություն չէ եւ դա խապկան չէ, դա իրականություն է, որը հրաշալի կարող էր հասկանալ։ Եվ մեր գործընկերոջ Որսկան Սարգսյանի երկու մեջբերում անենք ու ավարտենք 5000 զոհի հանձնված Արցախի ու ՀՀ սահմանների գինը խաղաղության մրցանակներ, երեք որ Նիկոլը ստացավ, պետք էր 5000 զոհ, հազարավոր վիրավորներով, բազում գերիներով ու անհետ կորածներով Արցախը հանձնել, առանց կռիվ կամ կռվով Հայաստանի սահմանամերձ 250 քառակուսի կիլոմետր տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ գաղտնի ընթացակարգով միակողմանի կերպով Կիրանցի հողերը, Բերքաբերի Կիրանց Բաղանիստ հատվածի 30 տարվա ամրացված դիրքերը հանձնել, որ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը Արաբստանում խաղաղության մրցանակ ստանան, 44 օրյա պատերազմից 5 տարի, 3 ամիս անց խաղաղության պայմանագիր կնքած չէ, Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, Արցախում ոչնչացնել հայկական հոգևոր եւ մշակութային ժառանգությունը, հակահայկական քարոզչություն անել, պետականորեն ֆինանսավորել արևմտյան Ադրբեջան նախագիծը, պահանջում է փոխել սահմանադրությունը, պահանջում է 300,000 ադրբեջանցիներին վերադարձ արևմտյան Ադրբեջան, դեմ է հայ առաքելական եկեղեցուն, հայկական սփյուռքին, իսկ դուք ասում եք Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ կայացեց եւ որոշում կայացեց ցմահ դատապարտել։ Մինչեւ հունիսի 7-ը կայանալիք ընտրություններ Ադրբեջանը խաղաղություն է խաղալու, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, որ դրանից հետո Հայաստանին ավելի ծանր պահանջներ է ներկայացնելու, որոնք Նիկոլ Փաշինյանը հեզ ու խոնարհ կերպով ընդունելու է։ Ցեղասպանություն տեսած, Արցախ կորցրած ազգը չի կարող մորթված ոչխարի նման միամիտ ու դյուրահավատ լինել։ Գիտեք, ես կարծում եմ համաձայն եմ ամեն ինչի, բացի նրանից, որ Ալիևը խաղաղություն է խաղում։ Ալիևը խաղաղություն չի խաղում։ Ալիևը խաղում է իր պատերազմը։ Տեսեք, թե ինքը իր բյուջեում Ալիևը պատերազմ է խաղում։ Ընկերներ, եկեք չխափենք էլի իրար ու մեզ։ Նայենք, թե ինքը իր բյուջեում ինչքան գումարներ է հատկացնում նոր զինատեսակներ ձեռք բերելուն։ Նայեք, թե համարյա ամեն ամիս Ադրբեջանը իրականացնում է զորավարժություններ։ Այդ զորավարժությունները խաղաղության համար են իրականացնում, այդքան զենք գնում է, որ խաղաղության գնա, ինքը պատերազմ է խաղում, և ինքը ճիշտ է, դրա համար չխափենք էլի իրար, և ես համոզված եմ, որ Հայաստանում արդեն դա շատերը տեսնում են, և այդ մրցանակը նորից կրկնենք, դա ամոթ էր, Նիկոլ Փաշինյանը չպետք է գնար այդ մրցանակաբաշխությանը և ստանար այդ մրցանակը, դա ռեալ հնարավորություն էր հրաժարվելու և ցույց տալու, որ ինքը գոնե այսքան ինքնուրույն խաղացող է, բայց ինքը ապացուցեց այն ինչ կար, որ ինքը ինքնուրույն խաղացող չէ, ինքը առաջնորդվում է օտար օրակարգերով, անգամ այն օրակարգով, որը վնասում է իրեն, գիտեք ոչ մի քաղաքական գործ չի, որևէ միջազգային մրցանակ հաջողություն չի բերել, անգամ շատերին ես չեմ ուզում վատոր, ոչ հիշեք քանի մրցանակ ստացավ այդ մարդը, հիմա ինքը որտեղ է, Զելենսկու շուտով կտեսնենք ինչ ասես տվեցին, բարձրացրին, հիմա ինքը ինչ վիճակում է, ասում է ձմեռը ցուրտ է, մեզ Ռուսաստանը ռմբակոծում է, մենք դժբախտ ենք։ Շոյանքներն ու փայփայանքները դեռ ոչ մի երկրի երջանկություն չի բերել, հիշեք Մակրոնը եւ Մերցը ինչպես գուրգուրելով ընդունեցին եւ ճանապարհեցին Նիկոլին հայտարարությամբ, որ Արցախը Ադրբեջան է։ Դա այդ ամեն ինչը տեղի եղավ գուրգուրանքի եւ շոյանքի ներքո։ Երբ մենք ուժեղ էինք, իրենք ընդունում էին, որ Արցախը Ադրբեջան չէ։ Ու ստեղծել էին Մինսկի խումբ ու ամեն ինչ անում էին, որ այնտեղ հայերը ապրեն եւ ունենան իրենց այսպես իշխանությունը անվտանգ ապրելու իրավունքը։
Այսինքն այնպես չէ, որ նրանք միշտ դա կեղծ է, գիտեք, շատ վտանգավոր դրույթ է, որ Եվրոպան միշտ համաձայն է եղել, որ Արցախում ոչ մի հայ չապրի եւ ընդհանրապես Արցախը լինի Ադրբեջան։ Այդպիսի բան չի եղել։ Եվ Եվրոպան, եւ Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգները համաձայնել էին, որ այնտեղ կա բնիկ հայ բնակչություն, որը ունի ինքնորոշման իրավունք։ Նրանք բանակցում էին Ադրբեջանի հետ, որպեսզի այսպես ինչ որ փոխզիջում կատարվի, բայց փոխզիջման փոխարեն այո, Հայաստանում եկան իշխանության այնպիսի մարդիկ, որոնք ունեին մեկ հիմնական ծրագիր, այս ամբողջ տարածաշրջանում ստեղծել մեկ թուրքական պետություն։ Եվ ըստ էության պարզվեց, որ սա ամբողջը պատերազմական խաղ էր։ Դրա համար ընտրություններից առաջ բոլորը հասկանում են, որ պատերազմական այս խաղի մեջ մենք ունենք մեկ հնարավորություն հասնելու խաղաղության։ Դա ձևավորել մի իշխանություն, որը կունենա եւ բանակը, որպես իր անվտանգության երաշխավոր, բանակը բոլոր պետությունների համար անվտանգության երաշխավորն է։ Կունենա քաղաքացիներ, որոնք իրենց անվտանգության երաշխավորն են։ Հիմա թեկուզ բանակում ծառայությունը 1.5 տարի է դարձել, բայց ինչ են արել, գնդերեցներին այնտեղից դուրս են բերել։ Մարդկանց բարոյահոգեբանական ջախջախել են։ Ինչի համար, որ քրեական մշակույթը ավելի մեծ թափով այնտեղ զարգանա։ Գիտեք, այնտեղ որտեղ չկա Աստծո խոսքը, այնտեղ սատանայի խոսքն է։ Բոլորը ասում են, չէ, որ, չգիտեմ, թմրադեղեր, ալկոհոլ, ցասման պորտկումներ, ով էր դա հանգստացնելու։ Գնդերեցները, ինչու դա հանեցին, որովհետև դրսից օրակարգ կար։ Այո, դա էլ դրսից թելադրված է, որպեսզի մեր բանակում լինի վհատության, ջախջախման եւ քրեական ենթամշակույթի ինչ որ անհասկանալի խառնուրդ։ Որտեղ գիտեք, չգիտեմ, ամիսը 1 կամ եւ այլն հայտարարում են, որ այս ինչը, չգիտեմ, ինքը իրեն ինքն։ Եթե անգամ այդ մարդիկ ինքնասպան են եղել, իհարկե չես կարող ասել, քննություններ են ընթանում։ Երջանիկ կամ ինչ որ ապահով զգացող մարդը կարող է ինքնասպան լինել։ Ուրեմն այդ զինվորականը կոտրվել է։ Իսկ դու նրան զրկում ես բարոյական վերջին հնարավորությունից, գնդերեցը կարող էր չէ նրա հետ խոսել, ուշ տալ նրան, օգնել նրան։ Հաճախ երիտասարդը կամ թեկուզ տարիքով մարդը բոլորին չի պատմի, բայց իրենք իր ձախորդությունները կամ այդ ընդհանուր իրավիճակի հետ չհաշտվելը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի բանակը թուլանա, կրթությունը թուլանա, ծախսերը չգիտեմ ինչ մակարդակ են, դպրոցում դասագրքերը ինչ, այսինքն մենք հեռանում ենք խաղաղությունից։ Բայց ես համոզված եմ, որ գիտեք ժողովուրդը ունի ինքնապաշտպանական վնաս, եւ դա իսկապես խաղաղասիրությունն է, եւ նրանք գիտեն ում հետ կարելի է խաղաղության գնալ։ Ալիևը ամեն ինչ արեց ապացուցելու, որ ինքը խաղաղություն չի գնում, այլ գնում է պատերազմի։ Մենք էլ պետք է ապացուցենք, որ այդ մենք ենք գնում իրական խաղաղության, դեմ կանգնելով այդ պատերազմաբեր քաղաքական ուժերին։ Շնորհակալություն։